Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Վանաձորի համայնքապետարանից այսօր 1 տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք ստանալ, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնյաներ են։ Վաղ առավոտյան իր տնից բերման է ենթարկվել նաև բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը։ Հակակոռուպցիոնի քննիչներն ավելի քան 2 տարի առաջ խուզարկել էին Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել։ Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողերի վարձակալության գործընթացներին։ Մինչև օրս սակայն այս գործով մեղադրյալներ չկային։ Այվազյանը մի ուրիշ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին։ Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել։ Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրություն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։ Վարչապետի խոսքով նախատեսվող միջոցառումը ոչ թե դասական զորահանդես է, այլ յուրօրինակ հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Փաշինյանի խոսքով նոր սպառազինությունը հրապարակային ցուցադրելու որոշումը կայացվել է քաղաքացիների մեծ հետաքրքրվածության պատճառով։ Ըստ նրա, քանի որ տեխնիկան տեսնելու համար հերթագրվածների թիվը չափազանց մեծ է եղել, խմբային այցելությունների կազմակերպումը դարձել է ոչ իրատեսական։ Բացի այդ, բաց ցուցադրությունը թույլ կտա խուսափել տեղեկատվության հնարավոր աղավաղումներից։ Ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաեւ տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մտահոգիչ դիմումներ է ստանում նրանց ընտանիքներից եւ իրավապաշտպաններից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով գրասենյակը մշտապես տեղեկություններ է հավաքագրում հայ գերիների վիճակի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Մանասյանն ընդգծել է, որ իրենց խնդիրը ոչ միայն ազատությունից զրկված անձանց իրավունքները պաշտպանելն է, այլև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։ Բացի այդ, ըստ նրա, ակտիվ համագործակցություն է ընթանում նաև միջազգային գործընկերների հետ։ Հարցին, թե արդյոք նա կապ հաստատել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որին վերջերս հրապարակավ դիմել էր Ռուբեն Վարդանյանը, Մանասյանը պատասխանել է, այդ հարցում առաջնորդվում է մի վնասիր սկզբունքով։ Ռուսաստանն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրան։ Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ուղարկած օգնությունը, որն արդեն հասցվել է Բաքվի Աբշերոնի երկաթուղային կայարան, այսօր կփոխանցվի իրանական կողմին։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան տեղեկություններով օգնությունը բաղկացած է ավելի քան 300 տոննա բժշկական պարագաներից։ Ստացված մարդասիրական բեռը Իրան կհասցվի բեռնատարներով։ Վերջին մեկ օրում մեր երկրում բացահայտվել է 150 հանցագործություն։ Ոստիկանության ամփոփագրի համաձայն առաջին տեղում դարձյալ տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման դեպքերն են, թվով 56, եւս 14 դեպք թմրանյութի հայտնաբերման, 9 փաստաթուղթ կեղծելու, 8 դեպք մարմնական վնասվածք պատճառելու, 7 խարդախության եւ այլն։ Ըստ ճանապարհատրանսպորտային վիճակագրության անցած մեկ օրում գրանցվել է 8 ավտովթար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Վիետնամի քաղաքներից մեկի Հայաստան անունով ռեստորանում, որը համայնքին սպասարկում է 2014 թվականից, մի խումբ հայեր հավաքվել եւ երգում են Աշուխ Շերամի գիշեր-ցերեկը։ Սրահում նստած տեղացիները միանում են երգին, որն ապացուցում է, թե որքան հեռու կարող է ճանապարհորդել հայկական մշակույթը։ Նույնիսկ տնից հազարավոր կիլոմետրեր հեռու երաժշտությունը, լեզուն եւ ավանդույթները շարունակում են միավորել մարդկանց։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ի մեր ամփոփիչ թողարկմանը։